Արամ Ասատրյանի ընտանիքը, նրա թոռների ամուսնությունները բավականին քննարկվում են համացանցում։ Մենք շատ անգամ ենք անդրադարձել նրա որդու լուսահոգի Սեդրակ Ասատրյանի նախկին կնոջ Կարմենի համատեղ երեխայի ամուսնությունը։ Այս պահին ներկայացնում ենք նրանց հարսի Աննայի նոր լուսանկարը։ Աննան գտնվում է հղիության ընթացքում։ Վերջինս էլ ավելի է գեղեցկացել այս ընթացքում։ Ներկայացնում ենք լուսանկարն առանց մեկնաբանության։ Ուսան Արամ Ասատրյանի դստեր Զվարթ Ասատրյանի ընտանիքում այսօր տոն է։ Նրա դուստրերը դարձել են 15 տարեկան։ Այս առիթով ընտանիքը մեծ շուկով տոնել է Էլայի և Լիլիայի ծննդյան 15-ամյակը։ Իրենց շուրջը հավաքելով մտերիմների, բարեկամների և ընկերների կադրերում երևում է, թե որքան յուրահատուկ տորթ են ընտրել աղջիկներն իրենց ծննդյան տարեդարձի առթիվ։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին և ներկայացնում ենք աղջիկների գեղեցիկ ծննդյան տարեդարձի բացառիկ կադրերը հաջորդիվ ձեր ուշադրությանը։ Արամ Ասատրյանի դուստրը Զվարթ Ասատրյանը, ով հրապարակել է իր դուստրերի մասնակցությամբ լուսանկար և գրել. «Թող այսօրը լինի հիշարժան լի ժպիտներով, գեղեցիկ հուշերով»։ Այնուհետև Զվարթ Ասատրյանը նաև հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են իր դուստրերը երգում իրենց վերջին զանգին։ Ինչպես երևում է, աղջիկները ժառանգել են ձայնային լավ տվյալներ։ Շնորհավորում ենք Զվարթ Ասատրյանի երեխաներին, ինչպես նաև մյուս երեխաներին դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Ներկայացնում ենք Սուրեն Փահլևանյանի հրապարակումն իր դստեր հետ։ Այսօր իմ աղջկա կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է։ Վերջին զանգ, մի ամբողջ մանկություն մնաց դպրոցի պատերի ներսում, լի ծիծաղով, ընկերներով, երազանքներով ու անմոռանալի հիշողություններով։ Թող կյանքի նոր ճանապարհը լինի լուսավոր հաղթանակներով լի ու խաղաղ, պապան միշտ կողքիդ է, իմ աղջիկ, գրել է Սուրեն Փահլևանյանը։ Նշենք նաև, որ Սուրեն Փահլևանյանն ու իր դուստրը տևական ժամանակ միմյանց հետ շփում չունեին, և այս հրապարակումը ուրախալի է այնքանով, որ հայր և դուստր հաշտվել են և կարծես թե ունեն դրական և ջերմ հարաբերություններ, ինչը փաստում է այս լուսանկարը, լուսանկարին կից գրառումը և նրանց ուրախ դեմքերը։ Մելիքյանների ընտանիքում այսօր կարևոր օր է։ Մելիքյանների որդին Անին այսօր ավարտում է դպրոցը։ Այս մասին հրապարակումով է հանդես եկել Արամ Մելիքյանը, այդպիսով նաև ցույց տալով իրենց հուզմունքը որդու ավարտական օրվա առթիվ։ Անդրին այսօր ավարտում է։ Արամ Մելիքյանն ու նրա կինը նաև առաջ և հիմա նկարներ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպիսին էր Անին, երբ նոր էր ոտք դնում դպրոց, և ինչպիսին է հիմա, երբ արդեն հասուն տղա է դարձել և ավարտում է այն։ Շնորհավորում ենք Անրիին կյանքի նոր փուլ մտնելու առթիվ, ինչպես նաև ներկայացնում ենք վերջին զանգի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումից մի քանի հատվածներ։ Այս պահին գտնվում եմ հանգստի մեջ ու ինքնին շատ ես հետևում սոցցանցին, ազատ ժամանակ ունեմ ու նաև ինքնին հաճախ հետևում եմ նախընտրական քարոզարշավին, որը սկսվել է, նայելով քարոզարշավը եկավ միտք, որ արդեն կարելի է մտածել Հայաստանից գնալու մասին։ Ես էլ եմ միանում թրենդին ու խնդրում եմ, որ ինձ փոխանցեք ընդամենը 10 դրամ, բայց իմ վարկը փակելու համար ինձ պետքա, որ 17 միլիոն 300 հազար հոգի ինձ փոխանցի 10 դրամ, որովհետև այսօր բանկում էի, հաշվեցինք իմ վարկերը, վարկերից թիվը կազմում էր 173 միլիոն դրամ։
Հենց որ սիրելիներս, ինձ թվում է ձեզ համար 10 դրամը ոչինչ չի նշանակի, զուտ մնում է հիմա գտնենք 17.300.000 հոգի մարդ, որոնց համար 10 դրամը ոչինչ չի նշանակի ու կփոխանցեն ինձ։ Արամ Մելիքյանի դուստրը Էլիզն իր ինստագրամյան հարթակում հրապարակումով էր հանդես եկել այդպիսով նշելով, որ վնասվածք է ստացել և հիվանդանոցում է հայտնվել։ Էլիզը կոտրել էր ձեռքը, երբ մասնակցելիս էր եղել Pride to be Party-ի, ամուսնանում է նրա ընկերուհին։ Դե իսկ այսօր հենց այդ հարսանիքն է։ Էլիզը վաղ առավոտից ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումներ է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հարսանիքի է մասնակցում և որքան գեղեցիկ հարսնացու է իր ընկերուհին։ Էլիզը նաև հրապարակում է արել, ցույց տալով իրեն, աղջիկը բավականին գեղեցիկ տեսք ունի։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ հարսանիքի առաջին բացառիկ կադրերը և խոստանում մյուս կադրերը ևս ներկայացնել ավելի ուշ։ Մելիքյանի դուստրը Էլիզ Մելիքյանն ինստագրամյան հարթակում ունի բավականին շատ հետևորդների բանակ։ Այս հետևորդները սպասում են Էլիզի յուրաքանչյուր հրապարակմանը էլ ավելի մեծ սպասումով։ Էլիզն էլ ինստագրամյան հարթակում փորձում է հետաքրքիր կոնտենտ ապահովել, այդպիսով ավելի շատացնելով իրեն հետևող մարդկանց։ Այս անգամ էլ Էլիզը գովազդային հոլովակ է հրապարակել, որի սկզբում այնպիսի խոսքեր է ասում, ասես նա սիրելի ունի։ Վստահ եմ շատերին հետաքրքրում է այս հարցի պատասխանը։ Այո, ես ունեմ ընտրյալ, երբեք չի ուշանում։ Մաքուր ու անուշ հոտ ա գալիս, շատ խնամված ա։ Այսպիսի խոսքեր է ասում Էլիզ Մելիքյանը և ի սկզբանե շատերին թվում են, որ նա պատրաստվում է հոլովակի վերջում ասել և ներկայացնել իր սիրելիին, բայց արի ու տես, բլոգերը այսպիսով գովազդում է մի կազմակերպություն, որը համարվում է Էլիզի ընտրությունը։ Այսպիսով Էլիզ Մելիքյանը փորձում է էլ ավելի արդյունավետ դարձնել իր գովազդները։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք Սուրբ Սատիկի տոնին ինստագրամյան հարթակում հայհայտնիներից շատերն են հրապարակումների տեսքով հանդես գալիս, ցույց տալով, թե ինչպես են նրանք տոնում այս գեղեցիկ օրը։ Շոուում են հանդիսավոր Արամ Մելիքյանը ևս այդ հայտնիներից է, հրապարակում է արել իր ընտանիքի, ծնողների, կնոջ, դստեր և որդիների մասնակցությամբ, այդպիսով նշելով, որ մեծ օրհնություն է, երբ այդպիսի մեծ ընտանիքով ես նշում քո Սուրբ Սատկի տոնը։ Հետաքրքիրն այն է, որ կադրերում չի երևում Էլիզը, որը վերջին շրջանում կարծես թե իր ընտանիքից հեռացել է։ Շատերն են այս հարցը երկար ժամանակ քննարկել համացանցում, թե ինչու առանձին ապրելուց հետո Էլիզի և իր ընտանիքի հարաբերությունները կարծես թե վատացան։ Այս ամենից հետո նրանք փորձում են ինչ-որ կերպ հերքել, որ լարվածություն կա, սակայն այնուամենայնիվ հրապարակումներից երևում է, որ Էլիզի մոտ ինչ-որ բան այն չէ, իսկ Արամ Մելիքյանն էլ շատ հաճախ հրապարակումներ է անում հենց Տելիկի և որդիների մասնակցությամբ և այդպիսով նշում, որ իր ընտանիքը ամբողջական է, իրենք միասին նստած ճաշում են և այլն։ Մեծ օրհնություն է, որ հարության տոնը մենք նշում ենք մեր մամայի ու պապայի հետ և նաև Անրին ու Ստելիկը, իրենց մամայի պապայի հետ և ամեն մեկը իր ուտելիքն է այս պահին ուտում։ Սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետից, թող մեր հայ օջախներում, ամբողջ աշխարհում օրհնություն իջնի այսօր, բոլորիս օջախներում։ Ապրես մամջան։ Ապրես մամջան։